Արտաքսման կիրակին շատ կարևոր խորհուրդ ունի իր մեջ։ Ամեն անգամ, երբ մենք մեզ համար որևէ կարևոր ու թանկ բան ենք կորցնում, այլևս կյանքի շարունակականությունը նույնը չի լինում։ Արտաքսման կիրակին մեզ հիշեցնում է մարդկության առաջին կորստի, դրախտի կորստի մասին։ Սա պատմություն է ոչ թե միայն Ադամի ու Եվայի, որ արտաքսվեցին եւ մեղքի պատճառով դուրս վռնդվեցին դրախտից, այլ սա մեր պատմությունն է, մեր մասին է, որ կրկնվում է ամեն օր։ Ամեն անգամ, երբ մենք փոքրիկ մեղք ենք գործում, մենք ինքներս մեզ արտաքսում ենք դրախտից, արտաքսում ենք մեր խաղաղությունից, Աստծուց եւ Քրիստոսի լույսից։ Սակայն եկեղեցին չի սահմանափակվում միայն այս տխուր ու վատ նոտայով, մեզ տալիս է հնարավորություն, որ մենք կարողանանք վերականգնվել։ Եվ արտաքսման կիրակին մեզ հստակ պատգամ է տալիս, որ լրջանանք, կարողանանք վերջ տալ անդադար արդարացումներին եւ կարողանանք հաշիվ տալ հիմա մենք որտեղ ենք գտնվում, Աստծուն մոտ, թե Աստծուց հեռացված վիճակում։ Մեծ պահքը մեզ գալիս է հիշեցնելու, որ այո, դու կարող ես վերադառնալ դրախտ, այո, դու կարող ես վերականգնել քո խաղաղությունը, կարող ես խոսել Աստծո հետ, վերականգնել երկխոսությունը, ինչպես պահեցողության շրջանով, հնազանդությամբ եւ քրիստոնեական կյանքով։ Թող այս կիրակին բոլորիս համար լինի սթափեցնող, հաճախենք եկեղեցի, մասնակցենք պատարագին, հաղորդակից լինենք օրվա խորհրդին եւ առաջիկա շաբաթը կազմակերպենք ըստ ստացած մեր Աստծո խոսքի։ Օրհնյալ եւ խաղաղ օր ամենքիս։ Սիրելի հեռուստադիտողներ, արտաքսման կիրակին շատ կարևոր խորհուրդ